Սիրելիներ ողջույն, ես Վալերիան եմ, ուսայիմ առաջին վիդեոն է YouTube-ի համար։ Քանի որ այսօր ունենալու եմ բավականին հագեցած ու գեղեցիկ աշնանային օր, որոշեցի կիսվել նաև ձեզ հետ։ Եկեք գնանք միասին իմ բաղադրատոմսով սուրճ պատրաստենք ու անցնենք պատրաստվելուն։ Իմ բաղադրատոմսով սուրճը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ցանկալի ասպիտակ պաղպաղակ, 2 սուրճ, սառույց, սառը ջուր եւ հարիճ։ Հետո պաղպաղակը բաժանում ենք խորանարդիկների ու երկուսը ավելացնում սուրճին։ Պաղպաղակը եւ սուրճը լավ հարելուց հետո մի փոքր ենք ավելացնում ջուր եւ 4-ից 5 կտոր սառույց։ Հետո ըստ ցանկության նաեւ կարող եք պաղպաղակ ավելացնել սուրճի վրա։ Քանի որ իմ սուրճը արդեն պատրաստ է, եկեք միասին վայելենք ու իմ խնամքը անենք։ Շատ լավն է։ Վերջին շրջանում իմ խնամքը անում եմ Qualita բրենդի պրոդուկտներով։ Իդեպ ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ասեմ, որ ես արդեն 2 տարի է Instagram-ում զբաղվում եմ բլոգինգով, իսկ YouTube-ում լինելը իմ մանկության երազանքն է եղել ու վերջապես հասկացա, որ այս երազանքին հասնելու համար ուղղակի պետք է ռիսկի դիմել ու կատարել առաջին քայլը, որը դուք հենց հիմա տեսնում եք։ Իմ սիրելի պրոդուկտներով Wildberries-ից կամ Temu-ից գնումներով կիսվում եմ իմ Telegram-յան ալիքում։ Այստեղ թողնում եմ QR-ը, ներքևում անպայման նաև լինկը կթողնեմ, կարող եք միանալ, գուցե ձեզ համար օգտակար պրոդուկտներ գտնեք։ Բլոգ վայելու ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատելու շատ հայկական բրենդների հետ ու օրորի համոզվում եմ, որ ամեն ինչ գնալով կատարելագործվում է ու ես դրա համար շատ ուրախ եմ։ Իդեպ ովքեր չգիտեն, ես նույնպես պատրաստվում եմ բացել իմ հայկական բրենդը, դրա հետ կապված Instagram-ում 3 ռիլ ունեմ, իսկ ավելի մանրամասները շուտով կկիսվեմ story բաժնում։ Ու որպես խնամքի վերջին փուլ անում ենք խոնավեցնող լասյոնը, ինքը Qualita-ի իմ ամենասիրելի պրոդուկտն է, միանգամից զգում եք ինչպես է մաշկը խոնավանում, մի խոսքով ինքը շատ լավ պրոդուկտ է։ Վիդեոյի սկզբում ասեցի, որ բավականին հագեցած օր ունեմ, բայց չասեցի, թե ինչեր պիտի անենք միասին։ Նախ հիմա կպատրաստվենք ու կգնանք ֆոտոշութի։ Ֆոտոշութը իմ Instagram-յան էջի համար է։ Ներկա պահին աշխատում եմ մասնագետի հետ, միասին ստանում ենք իմեջի ֆոտոները, հետո շատ սիրուն ֆիդ ենք ունենալու, հետո քննարկելու ենք մեր հետագա շութերը, իսկ երեկոյան ժամը 6-ին գնալու եմ թատրոն ներկայացում դիտելու։ Մազերին գեղեցիկ ալիքներ ես ստանում եմ այս սարքի օգնությամբ։ Այստեղ էկրանին նաև անպայման կթողնեմ արտիկուլը, պատվիրել եմ Wildberries-ից, կարծեմ 5000 դրամ արժեր այդ պահին, հիմա անկեղծ տեղյակ չեմ արժեքից։ Ես միացնում եմ ամենաբարձր ջերմաստիճանով ու սպասում 2-3 րոպե։ Աղջիկների մազերը արդեն պատրաստ է, այսպես կարող եք տեսնել, բայց քանի որ ես ունեմ շատ քիչ ժամանակ, հիմա արագ իրար հետ մեյքափ կանենք, կընտրենք լուքը ու արդեն դուրս կգանք։ Քանի որ մաշկս նախապես խոնավեցրել եմ, կանենք Vivienne Sabo-ի իմ ամենասիրելի տոնայինը։ Սկզբում տոնայինը որպես կանոն անում եմ մաշկից, որպեսզի հարմարվի մարմնիս ջերմաստիճանին, հետո արդեն վրձնով տարածում եմ մաշկիս վրա, նոր սպոնժիկով տպտպացնում։ Տոնայինը որպես այդպիսին շատ բարձր ծածկողականություն չունի, ինքը շատ թեթև է նստում ու գրեթե չի երևում, որ մաշկին մեյքափ կա, եթե սիրում եք no make-up, հաստատ ձեր համար ընտիր տարբերակ է։ Instagram-ում ու TikTok-ում շատ եմ նկարում Get Ready With Me-ներ ու ինձ հետևող աղջիկները արդեն սովորել են իմ make-up tutorial-ին, բայց շատ էի ուզում երկար նկարել վիդեոն, որ ոչ թե 45 վայրկյանում հասցնեմ ամեն ինչ ցույց տալ, այլ ինչքան հարմար է, ինչքան ես իրականում անում եմ ու ոնց որ եկավ այդ օրը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա միասին հանգիստ կպատրաստվենք ու դուրս կգանք։ Եթե կուզեք տեսնել մեյքափի հետ կապված լայֆհեքեր, որոնք ես կիրառում եմ, անպայման գրեք այս վիդեոյի կոմենտներում, որովհետև սկզբի շրջանում ինձ պետք են կոնտենտի մտքեր ու իհարկե ձեր աջակցությունը։
Շատ ուրախ կլինեմ, եթե ակտիվ լինեք կոմենտներում, գրեք նոր վիդեոյի մտքեր, ինչպես նաև բաժանորդագրվեք էջին, որպեսզի միասին կարողանանք ավելի հետաքրքիր կոնտենտ ունենալ։ Ամեն ինչը ավարտելուց հետո անցնում ենք կոնտուրինգին։ Ես օգտագործում եմ Catrice-ի այս բրոնզերը, որից շատ գոհ եմ։ Ինքը ունի շատ գեղեցիկ փայլ ու ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է։ Ես անում եմ այս հատվածներում ու նաև օգտագործում եմ որպես տվերաներկ, շատ սիրուն է ստացվում, կարող եք փորձել։ Չենք մոռանում իհարկե բլաշի մասին, ես օգտագործում եմ Hema բրենդի այս բլաշը, շատ լավն է իրականում, հաստատ տեսած կլինեք այն վիդեոները, երբ որ աղջիկները ասում են ես տոնային եմ քսում, որ ծածկեմ իմ դեմքի կարմրությունները, հետո բլաշ եմ գցում, որ գեղեցիկ կարմրի մաշկս, այս այդ հատվածը արեցինք։ Հիմա highlighter-ի համար ունենք այսպիսի ընտրություն կամ Dior կամ Charlotte Tilbury, բայց ինձ թվում է այսօր կանենք Charlotte Tilbury-ով, ինքը իմ ամենասիրելիներից մեկն է, այսպես բացում ենք, մի փոքր գալիս է, այս հատվածներում ինքը շատ սիրուն փայլ ունի ու նաև այս քթի սկզբի հատվածում եմ գցում ու այսպես երկարությամբ։ Այսպես highlighter-ի համար նախատեսված շոտը չկա, վրձին, ինչ-որ մի քիչ բառերը խառն եմ ասում, բայց դուք կներեք իմ ցուսան, որովհետև սա առաջին անգամ է, որ ես նկարում եմ YouTube-ի համար։ Ես այդ չնկատեցի ոնց, բայց սկզբում մենք մոռացանք հոնքերս ֆիքսելու մասին։ Վերջերս ինձ համար ֆավորիտ դարձած կոլագենի այս թարթչաներկով հիմա թարթիչներս սկսեմ ու վերադառնամ։ Թարթիչներս վերջացրեցի ու եկա միասին անենք իմ ամենասիրելի լիպ կոմբոն։ Այս գույնի կոնտուրի համար նախատեսված մատիտ։ Կոնտուրի համար սենց սիրուն երանգ ստացանք ու անում ենք շրթներկը Charlotte Tilbury Pillow Talk-ը։ Ինքի իմ ամենասիրելի շրթներկն է, շատ սիրուն երանգ ունի ու ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է։ Որ մեյքափի հատվածը վերջացրեցինք ու հիմա մեզ պետք է ընտրել լուք, համադրելու ենք իմ սպիտակ ամենասիրելի կոստյումը կապույտ ջինսի հետ ու հագնելու եմ սպիտակ բալետկաներ։ Այս ջինսը իրականում շատ եմ սիրում, ինձ սազում է կարծում եմ ու նաև շատ սիրուն երանգ ունի, մի փոքր մոխրագույն է, մի փոքր կապույտ։ Հիմա նաև հագնեմ կոստյումը ու հիմա մեզ ուղղակի մնում է իրան այս հատվածում շատ սիրուն բանտ անել։ L'Oreal-ի այս յուղով բացում ենք ալիքները, որ բնական տեսք ստանանք, այսպես տարածում եմ ափերիս մեջ, որ յուղը նկատելի չլինի, այսպես, ու արդեն բացում ենք ալիքները, այսպես, սենց շատ շքեղ ու սիրուն ալիքներ ենք ստանում, շատ եմ հավանում, բայց ուզում եմ զարդերս փոխենք, որովհետև երկար ժամանակ է ես այս երկուսն եմ կրում, բայց ուզում եմ ականջողեր ավելացնենք ու մի փոքր փոխենք։ Տանիներից ընտրեցի այս երկու տարբերակը, իրան կդնենք այստեղ, իսկ այս մեկը այստեղ։ Տարբերակը այսպես։ Ես ընտրեցի այս պայուսակը։ Հիմա իրան արագ դասավորում ենք ու դուրս ենք գալիս։ Նման էսթետիկայի համար այս Dior-ը կվերցնենք։ Վերցնում եմ փույսի այս շուրթերի գլոսը, շուրթերը թարմացնելու համար իմ լիպ կոմբոն ու վերջ պատրաստ է։ Ում այս բալետկաները։ Դուրս գալուց առաջ ձեզ ցույց տամ աուտֆիտի վերջնական տեսքը, այսպիսի բալետը չկաներ, ինձ թվում է սիրուն ստացվեց։